911 Ռադիո Արևիկի եթերում դուք լսում եք 911 հաղորդումը։ Հիշեցնեմ, որ ամեն շաբաթ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների հետ մենք ներկայացնում ենք օգտակար զրույցների շարք արտակարգ եւ անսպասելի իրավիճակներում պաշտպանվելու համար։ Նախորդ երկու եթերաժամերի ընթացքում մենք խոսել ենք քաղաքացիական պաշտպանության կազմակերպման ձևերի եւ կանոնների մասին։ Այսօր թեմայի շուրջ երրորդ զրույցն է եւ կանրադառնանք ապաստարաններին, թաքստոցներին, խոսենք դրանց գտնվելու վայրերի կառուցվածքի շուրջ։ Մեր հյուրն է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը։ Բարի օր, պարոն Մաթևոսյան, շնորհակալ ենք, որ ընդունել եք Արևիկի հրավերը։ 44-օրյա պատերազմի ընթացքում շատ էր խոսվում ապաստարանների եւ այն մասին, որ մարդիկ, քաղաքացիները պետք է ծանոթ լինեն իրենց տեղանքի բնակավայրի ապաստարաններին։ Ընդհանրապես ինչպիսի իրավիճակների ժամանակ է բնակչությունը զգում դրանց կարիքը։ Իհարկե միշտ երբ առաջանում է մի լուրջ իրավիճակ, այդ իրավիճակում բնակիչը կարիք է զգում պաշտպանության։ Բայց քանի որ նախապես նա չունի այն գիտելիքները, որոնք որ պետք է ձևավորված լինեն, դրա համար էլ ինքը չի կարողանում ընկալել, թե ինչպես է դա իրականացնելու։ Օրինակ ասենք, թե ասում են, որտեղ են մեր ապաստարանները, բնակիչը նույնիսկ չգիտի, որ ապաստարանը դա հատուկ տերմին է, հատուկ եզրույթ է, որը որ միշտ չի, որ բնակիչը ապաստարանի մասին պետք է խոսի։ Մենք խոսում ենք պատասպարման մասին, այսինքն բնակիչները որտեղ պետք է պատասպարվեն օդային հարձակումից, տարբեր արտակարգ իրավիճակներից, խոսքը պատասպարվելու մասին է, ոչ թե ապաստանելու։ Նույնիսկ եթե ես հայերեն լեզվի բացատրական բառարանների միջոցով ասեմ, ապա կարելի է այսպես ասել, որ մարդու համար հասկանալի լինի։ Ապաստանել, ապաստարան նշանակում է ապաստանելու վայր։ Ապաստանել դա ապրելն է։ Պատասպարվել նշանակում է պատասպարվելու վայր։ Դա շատ կարճ ժամանակով է նշանակում թաքնվել, հետո նորից վտանգը անցնել առօրյա գործունեության։ Ապաստարան նշանակում է երկարատև պետք է այդ պատասպարումը լինի։ Իսկ երբ մենք խոսում ենք պաշտպանական կառույցների մասին, դրանք տարբեր տեսակի են լինում, բայց չգիտես ինչու մարդիկ խոսում են միայն ապաստարանների մասին, որը որ հատուկ կառույց է եւ ընդհանրապես ապաստարանների մասին պետք չի խոսել, պետք է խոսել պաշտպանական կառույցների պատասպարվելու մասին, պատասպարվելու, այսինքն ժամանակավորապես խոցող գործոններից պաշտպանվելու եւ շարունակելու ամենօրյա իր աշխատանքը։ Ինչով է տարբերվում ապաստարանը թաքստոցից։ Ապաստարանը թաքստոցից տարբերվում է նրանով, որ ապաստարանները նրանք պաշտպանում են մարդկանց բոլոր տեսակի զենքերի խոցող գործոններից, այդ թվում նաև միջուկային, քիմիական եւ այլն, ինչպես նաև ճառագայթային արտանետումների դեպքում եւ այլն եւ այսինքն դրանք շատ ամուր կառույցներ են, որոնք պաշտպանում են բոլոր տեսակի խոցող գործոններից։ Այդ բոլոր տեսակի խոցող գործոններից կարելի առանձնացնել օրինակ հարվածող ալիքից են պաշտպանում եւ բնականաբար մնացած բոլոր գործոններից։ Իսկ թաքստոցները կարող են պաշտպանել բազմաթիվ դարձյալ խոցող գործոններից, յուրաքանչյուր թաքստոց իրեն նախատեսված ուղղություններով։ Պարոն Մաթևոսյան, որքան երկար կարող են մարդիկ ապրել ապաստարաններում։ Դուք ասացիք, որ կան կարճաժամկետ եւ երկարաժամկետ մնալու ապաստարաններ եւ ինչով են դրանք տարբերվում միմյանցից։ Ես ասացի, որ ապաստարանները դրանք տերմիններ են, եզրույթ են, դա ապաստարանները ընդհանրապես նախատեսված են լինում կառուցելու այն ձեռնարկություններում, որոնք ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ են, որոնք շարունակում են իրենց գործունեությունը պատերազմի ընթացքում, կամ այնպիսի կազմակերպություններ, որոնք կենսագործունեության ապահովման դարձյալ պատերազմի ժամանակ հարձակումների դեպքում աշխատում են, դրա համար աշխատողների հերթափոխի հաշվարկով կառուցվում է նրանց ապաստարան, որպեսզի այդ հերթափոխը
հանգստանա ապաստարանում, անվտանգ լինի եւ հաջորդ հերթափոխը գա այդտեղ հանգստանալու, իրեն գնան շարունակելու իրենց գործունեությունը։ Այսինքն հիմնականում դրանք նախատեսված են ձեռնարկությունների, կազմակերպությունների գործունեության կայունության ապահովման նպատակով։ Դրա համար էլ նրանք տերմիններ են։ Իսկ քանի որ երկարատև են նրանք, այսինքն կարող են նայած ինչքան է պատերազմները տևում, հարձակումները տևում, ինչքան տևի նրանք կարող են այդտեղ մնալ։ Դրա համար էլ այդ ապաստարանները հատուկ կառույցներ են, որոնք որ ունեն ննջարաններ, ունեն ճաշելու վայրեր, ունեն պահուստի տեղեր, սննդամթերքի եւ այլնի, հիգիենիկ հարցերի ապահովման խնդիրներ, խմելու ջրի պաշարներ, էլեկտրոէներգիայի ապահովման բաներ, նախասրահներ, բժշկական կետեր, այսինքն ոնց որ թե մի ամբողջ ապահովման համակարգ գործում է այդ ապաստարաններում։ Եվ եթե մենք վերցնենք, որ ենթադրենք ապաստարանը 300 հոգու համար է, հերթափոխը 300 հոգուց է բաղկացած, հետեւաբար մենք խոսում ենք 300 ննջարանների մասին, 300 սննդի տեղերի մասին, 300 եւ այլն։ Ունենում են օդափոխիչ սարքեր, օդազտիչ սարքեր, դրանք շատ լուրջ կառույցներ են, որոնք համատարած կառուցել պարզապես դա ֆիզիկապես անհնարին է։ Պարոն Մաթևոսյան, իսկ երբ են դրանք կառուցվում։ Եթե մենք խոսում ենք ապաստարանների մասին, բնականաբար ապաստարանները պետք է կառուցվեն մինչև ռազմական գործողությունների սկսելը, մինչև արտակարգ, չգիտեմ ինչ իրավիճակների առաջացումը, որոնք կպահանջեն նման կառույցներ։ Բայց այդ կառույցները նույնպես տարբեր են լինում, կան նաև արագ կառուցվող, երբ որ հատուկ կոնստրուկցիաներ կան, որոնք հավաքովի են դառնում, եւ արագ կառուցվող ապաստարաններ կան, բայց արագ կառուցվող ապաստարանների եւ այդ իմ ասած ապաստարանների միջեւ բավականին մեծ տարբերություն կա։ Մեկը շատ ավելի հուսալի է պաշտպանում, մյուսը արագ կառուցվողը ավելի ծավալը փոքր է, փոքր ձեռնարկությունների համար են դրանք եւ այդքան մեծ քանակության մարդիկ այդտեղ չեն պատասպարվում։ Դա կախված է կազմակերպության անընդհատությունն ապահովող հերթափոխների թվից եւ հերթափոխում աշխատող աշխատակիցների թվից եւ դրան գումարած այդ ապաստարանը սպասարկող անձնակազմից, որտեղ ապաստարանը նույնպես սպասարկող անձնակազմ է ունենում։ Հասկանալի է։ Որպես ապաստարան կարող են ծառայել շենքերի նկուղները, ընդհանրապես հասարակական որ կառույցները կարող են ծառայել որպես թաքստոց։ Տեսեք, մենք նորից ես ուղումը կատարեմ, որովհետև հենց որ դուք ասում եք ապաստարան, ես պատկերացնում եմ տերմին, ես ուրիշ բան եմ պատկերացնում, հետևաբար նկուղները չեն կարող լինել ապաստարան, նկուղները կարող են լինել պատասպարվելու վայր, բնակչության պատասպարվելու վայր, որպես թաքստոցներ են դրանք իրենցից ներկայացնում, ընդ որում տարաբնույթ թաքստոցներ են, դա չի կարելի ասել, որ եթե նկուղ է, ապա այդ ինչպիսի թաքստոց է, նա էլ պաշտպանում է զենքերի տարբեր տեսակի խոցող գործոններից։ Այսքան է հարցը։ Այո, նկուղները դրանք պարզագույն թաքստոցների շարքին են դասվում։ Մասնագիտական գրքերում առանձնացվում են պարզագույն եւ հակաճառագայթային թաքստոցներ։ Ինչով են դրանք տարբերվում։ Տեսեք, հակաճառագայթային թաքստոց ինքը բառը արդեն ասում է, որ նա նախատեսված է ճառագայթահարումից պաշտպանելու համար, իսկ ճառագայթահարումը մենք երկու ձևով կարող ենք նայել, պարզապես ճառագայթահարում, մի կողմից իոնացնող ճառագայթներից պաշտպանություն, մյուս կողմից էլ տարածքի ռադիոակտիվ աղտոտվածության դեպքում դարձյալ այդ ճառագայթահարումից պաշտպանություն։ Հետևաբար հակաճառագայթային թաքստոցները հիմնականում նախատեսված են ճառագայթային պաշտպանության համար, դրա համար են հակաճառագայթային կոչվում եւ այդ թաքստոցները բնականաբար տարբեր տեսակի ճառագայթային արտանետումների դեպքում, որտեղ պարտադիր չի որ թշնամին ճառագայթային զենք կիրառի կամ միջուկային զենք կիրառի, հնարավոր են նաեւ ճառագայթային օբյեկտներում ձեռնարկություններում արտանետումներ, այս դեպքում իհարկե հակաճառագայթային թաքստոցները օգտագործվում են այդ ճառագայթահարումից բնակչությանը պաշտպանելու համար, բայց հակաճառագայթային թաքստոցները կարող են միաժամանակ նաև ծառայել տարաբնույթ տեսակի զենքերի խոցող գործոններից պաշտպանելու համար։
Իսկ պարզագույն Իսկ պարզագույն թաքստոցները դրանք նույնպես բազմաբնույթ են լինում։ Հիմա մի փոքր այդ թաքստոցների մասին ես ավելի մանրամասն ասեմ։ Օրինակ ասենք, եթե վերցնենք մետրոպոլիտենի տարածքը, ապա մետրոպոլիտենի տարածքը ներքևի մասը եսի նկատի ունեմ, սպասասրահները ներքևում, կանգառների մոտ, թունելները եւ այլն, դրանք շատ լուրջ հակաճառագայթային թաքստոցներ են բնակչության համար։ Բնականաբար, եթե որոշակի աշխատանքներ տարվեն օդափոխման, ապահովման, տարաբնույթ, կարող են նրանք վերածվել նաեւ ապաստարանների, բայց առանց որևէ գործընթաց իրականացնելու, միայն մեկուսացման միջոցով կարելի է մենք ունենք փաստորեն լուրջ հակաճառագայթային թաքստոցներ իդեմս այս մետրոների, մետրոպոլիտենի տարբեր հարկերը նույնպես տարբեր թաքստներ, օրինակ մետրոպոլիտենի վերին հարկերը դրանք դարձյալ պարզագույն թաքստոցներ են, որոնք կարող են բեկորներից կամ այլ ազդեցություններից զենքերի կիրառման մարդկանց պաշտպանել։ Սա հակաճառագայթային թաքստոցները նույնպես տարաբնույթ տեսակներ են լինում, ներկառուցված, արտակառուցված, այսինքն որևէ շենքի ներքին հարկում, ինչպես հիմա մետրոպոլիտենի մասին ենք խոսում, չէ՞ որ կայարանները նաև ունեն շենքեր իրենց վրա կառուցված, դա միայն գետնափոր տարածքները չեն, եւ կարող են լինել նաև նկուղային հարկերում, կիսանկուղային հարկերում առանձնացված ինչպես ապաստարանները կարող են նմանատիպ լինել։ Բայց երբ մենք խոսում ենք պարզագույն թաքստոցների մասին, դրանք շատ տեսակներ ունեն։ Օրինակ ասենք, թե պարզագույն թաքստոցներ տարաբնույթ ճեղքեր կարող են լինել։ Այդ ճեղքերը կարող են լինել փակ, կարող են լինել բաց։ Կարող են լինել բնական ճեղքեր, կարող են մարդիկ պարզապես կառուցել այդպիսի ճեղքեր։ Կարող են լինել քարանձավներ, քարայրներ, բնական խորշեր կարող են լինել, կարող են լինել հանքախորշեր, հանքերի տարածքներում ունեցած այդ տարը, կարող են լինել խրամատներ, կարող են լինել խրամուղիներ, կարող են լինել բլինդաժներ։ Նույն ինչով են իրարից տարբերվում։ Բլինդաժը ծածկված է, խրամուղին խրամատից խրամատ շարժվելու տեղ է, խրամատը կարող է ծածկված չլինել, բլինդաժը ինքը արդեն ծածկված է, այսինքն բոլորը պաշտպանում են տարաբնույթ, այդ թվում նաև հարվածող ալիքներից են պաշտպանում դրանք եւ տարբեր տեսակի նկուղներում նույնիսկ շենքերը կարող են լինել պարզագույն թաքստոցներ, պարզագույն թաքստոցներ են լինում նկուղները, կիսանկուղային հարկերը, առաջին հարկերը, բավական է առաջին հարկերում որոշակի աշխատանք կատարել, ինքը կարող է դառնալ լուրջ թաքստոց։ Հասկանում եք, որը որ մարդը չգիտի։ Ես մի օրինակ բերեմ, գուցե մեր ունկնդիրների համար հետևյալ օրինակը բերեմ։ Ասենք, թե առաջին հարկը մարդը ուզում է դարձնել թաքստոց։ Բավական է առաջին հարկի պատուհանները ինչ որ ձևով փակել, ավազե պարկեր կլինեն, թե պարզապես քար շարված կլինի, թե փայտից ինչ որ բաներով փակեն, որտեղից բեկորներ ներս չմտնեն, ինքը արդեն պաշտպանական որոշակի հատկություն է ձեռք բերում։ Եթե մի փոքր էլ ամրացումներ կատարեն, ավելի շատ պաշտպանական հատկություն ձեռք կբերի։ Եթե պատերին բերեն, ասենք, հող լցնեն, ենթադրենք մի հատ բուլդոզեր այնտեղից հողը հրում, բերում է պատերի մոտ լցնում է։ Այդ դեպքում հարվածող ալիքը, որը որ որևէ ռումբից արկից առաջացած հարվածող ալիք է, որը կարող է ճակատային հարվածել պատին, քանի որ հող է լցված պատի ներքևի մասում, ճակատային չի հարվածել, այլ թեք հարվածում է, հետո ոնց որ պատին հարվածելու փոխարեն պտտվում հետ է դառնում։ Ինքը դառնում է արդեն հարվածող ալիքից լուրջ պաշտպանական կառույց։ Մենք պարզապես սրան չենք տիրապետում, որ հասկանանք, որ կամայական տեղ մենք կարող ենք նման բան ունենալ։ Ես կարող եմ բերել շատ հետաքրքիր մի օրինակ, որ նույնիսկ բարձրահարկ շենքը կարող է, վերին հարկերը կարող են լինել թաքստոցներ, պաշտպանական կառույցներ։ Նայած թե դու ինչից ես պաշտպանվում։ Օրինակ ասենք, թե եթե մենք ունենք քիմիական արտանետում, ենթադրենք ունենք քլորի արտանետում։ Քլորը, բնակչի լեզվով ասեմ, օդից ծանր է, բնականաբար ինքը իջնելու է ներքև։ Եթե քլորից ուզում ես պաշտպանվել, չպետք է ներքին հարկերում պաշտպանվես, պետք է բարձրանաս վերև, որպեսզի քլորը ներքև իջնի ու դու պաշտպանված։ Պատասպարվելու տարբերակ է, այո։ Եթե ամոնիակ է արտանետում, ամոնիակը օդից թեթև է, նա բարձրանում է վերև։ Հետևաբար ամոնիակի արտանետման դեպքում ընդհակառակը ավելի լավ է նկուղ իջնել եւ նկուղում պաշտպանվել։ Այսինքն ով ասաց, որ բարձրահարկ շենքերը պաշտպանական կառույցներ չեն։
Իսկ եթե մենք վերցնենք մի բան, որ երկաթբետոնյա բարձրահարկ շենք լինի, ապա նա կարող է տարածքի ռադիոակտիվ աղտոտման դեպքում շատ լուրջ պաշտպանական կառույց դառնալ։ Օրինակ ասենք թե վերին հարկերում 25 անգամ ճառագայթահարում ավելի փոքր է, քան բաց տարածքում, եթե երկաթբետոնյա կոնստրուկցիա է։ Եթե այդ նույն երկաթբետոնյա կոնստրուկցիա ունեցող բարձրահարկ շենքի նկուղային հարկում լինի, ապա 40 անգամ ավելի ցածր է դա, քան նա։ Եթե ինքը փայտե տնակում լինի պաշտպանվելու, ապա դա 10 անգամ է ցածր, 2 անգամ է ցածր, եթե լինի քարե սովորական տան մեջ 10 անգամ է ցածր, եթե լինի փայտե տնակի նկուղային հարկում, օրինակ, ապա 10 անգամ, եթե լինի այն մյուս նկուղային հարկում 40 անգամ, եթե ինքը առանցին կառուցի մի փոս փորի եւ այդ փոսը ծածկի, հետո էլ վրան 30 սանտիմետր հող լցնի, մտնի դրա տակ, դա մոտավորապես 300 անգամ փոքրացնում է ճառագայթահարումը։ Պատկերացնում եք, բայց մարդը չգիտի, իրեն թվում է թե ապաստարան պետք է լինի, վայորա այդ ապաստարանը չկա, բայց մենք ասում ենք, որ հո ապաստարանով չի միայն պաշտպանությունն իրականացում, ապաստարանը նախատեսված է հատուկ կառույցների համար, բնակչության համար լիքը պաշտպանվելու ձևեր կան, որին պետք է բնակիչը պարզապես տեղյակ լինի եւ իմանա, որ ինքը նույնպես կարող է նպաստել իր պաշտպանությանը, դա այն ապաստարան ասածը չի, որը որ ընդհանրապես միայն պետության խնդիր կարող է դառնալ նման հզոր կառույցների կառուցումը։ Հասկանալի է։ Պարոն Մաթեոսյան, ինչպես է լուծվում առաջին անհրաժեշտության պայմանների ապահովումը թաքստոցներում գտնվող մարդկանց համար։ Տարբեր ձևեր գոյություն ունեն։ Օրինակ ասենք, եթե մենք գործ ունենք սեփական սեկտորի հետ, սեփական սեփական շենքեր ունեցող քաղաքացիները, որոնք ունեն նկուղային հարկեր, նրանք պետք է իրենց նկուղային հարկերում, իհարկե մասնագետների խորհրդով, պատրաստեն որոշակի հարմարեցում իրականացնեն։ Օրինակ ասենք, թե ինքը նույնպես ունենա սանիտարական հանգույց այդ նկուղային հարկում, ինքը ունենա պահված ջուր, որ եթե պետք լինի վատ զգական բան ջուր ուզենա, կարողանա ջուր խմել։ Այնտեղ մի փոքր սննդամթերք ինքը պահի, այսինքն յուրաքանչյուր ընտանիք իր համար կարող է իր նկուղային հարկում իրեն ապահովող որոշակի բաներ ունենալ։ Եթե մենք վերցնենք բազմաբնակարան շենքերը, ապա բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերում այդպիսի բաներ կարող է ստեղծել ոչ միայն բնակիչները, մի քիչ ճիշտ չի լինի, որ ասենք բնակիչը դա կստեղծի, այլ համատիրությունները կամ համայնքները, որոնք կարող են այդտեղ ձևավորել։ Օրինակ մենք եղանք այդպիսի վայրերում, մենք եղանք որոշակի գյուղական համայնքներում սահմանամերձ այդ նույն ժամանակահատվածում եւ տեսանք, որ կային այնպիսի համայնքներ, որտեղ համայնքապետարանը բնակիչների համար նկուղային հարկերում եւ սառնարաններ էր դրել, որ սննդամթերք ունեն, այո, եւ սանհանգույցներ էր կառուցել, եւ ջրի մեծ տարաներ էին դրած, որ կարողանային ջուր ունենալ, եւ փոքրիկ պարկելու համար տախտակներ էին դրված, որոնց վրա մատրասներ էին շարված, որ կարող էին մարդիկ նույնիսկ եթե վատ են զգում պարկել, այսինքն հնարավոր է այս բոլորը անել, եթե դու գիտակցում ես, որ դու անելիք ունես, եթե քեզ թվում է թե դու անելիք չունես, ինչ որ մեկը պիտի գա անի, բարձրավոր չես էլ ունենալու։ Երբ ռմբակոծության վտանգ կա, ինչպես պետք է հասնել ապաստարան կամ թաքստոց եւ ինչ կանոնների պետք է հետևել այդ ընթացքում։ Ну ես անցյալ անգամ ասացի, մի փոքր այդ թեմայով խոսել եմ, առաջինը նախ ազդարարման համակարգը պետք է գործի, որտեղ ազդարարման միջոցով է տրվում օդային տագնապ ազդանշանը, որի դեպքում մարդը արդեն գիտի, որ պետք է գնա թաքստոց։ Եվ այդ թաքստոցները ամրակցված են լինում մարդկանց նման ռազմական դրության հայտարարման դեպքում իհարկե ցուցակները դրվում են նույնիսկ մուտքերի մոտ, մարդը ամեն անգամ տուն մտնելիս տեսնում է իր ազգանունը եւ որտեղ է իրեն թաքստոցը, հա։ Բացի այդ
ավելի եթե ավելի բան խոսենք, ավելի մշակույթ ունենալու դեպքում մենք կարող ենք նշաններ ունենալ, որտեղ սլակներով ցույց տրվի, թե ինչ ճանապարհով կարող են գնալ թաքստոցներ, բայց եթե մարդը գտնվում է փողոցում եւ լսում է օդային տագդապ, ապա ամենամոտիկ թաքստոցը պետք է գնա, որտեղ ինքը ամրակցված չի, բայց ինքը կարող է գնալ ամենամոտիկ թաքստոցում պատասպարվելու համար։ Այս բոլորը արվում է նախապես եւ ազդանշանների բացատրությունը եւ վարվելակերպի կանոնները։ Իսկ ում ցուցումներին պետք է հետևել ապաստարանում գտնվելու ժամանակ։ Հնարավոր է չլինեն կապի միջոցներ, ինչպես պետք է հասկանանք, որ կարելի է դուրս գալ։ Տեսեք, եթե մենք խոսում ենք ապաստարանների մասին դարձյալ որպես տերմին, ապաստարանները ունեն իրենց սպասարկող անձնակազմը, որտեղ ապաստարանը ունի էլեկտրամատակարարման համակարգ, նաև ավտոնոմ էլեկտրոմատակարարման համակարգ, օդափոխման համակարգ, օդազտման համակարգ, ջեռուցման համակարգ, սանիտարական հանգույցներ, իրենք ունեն իրենց, կարծեք թե մի փոքրիկ քաղաքի կլինի այդտեղ, իրենք ունեն իրենց անձնակազմը։ Մյուս տեղերում հիմնականում արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները եւ տեղական ինքնակառավարման մարմինները, որովհետեւ հայտարարվում է բացի այդ տրվում է օդային տագնապի ավարտ ազդանշանը եւ այս ազդանշանը լսելու դեպքում արդեն գիտեն, որ ավարտված է։ Միայն ձեր ասացի մեջ մի նրբություն կա, կարող է ռմբակոծների հետևանքով մուտքը փակված լինի օրինակ։ Այս դեպքում փրկարարներն են բացում, նրանք այդ բոլոր բաները պլանավորած ունեն, հիշում եք մենք խոսում էինք նաեւ այն պիսի աշխատանքների մասին, ինչպիսիք էին անհետաձգելի վթարավերականգնողական եւ այլն այն խոչընդոտները, որոնք կան մարդկանց փրկելու համար վերացվում են։ Այդ թվում նաև եթե փակ այդպիսի բաներ կան, համապատասխան կազմակերպությունները հիմնականում փրկարար ծառայության, մեր նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները իշ տարածներում գիտեք, որ կան փրկարական վարչություններ, արտակարգ իրավիճակի նախարարության ստորաբաժանումներ, որոնք որ համապատասխան ցուցումներ տալիս են եւ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Այս դեպքում գործում է ոչ միայն մեկ կառույց, ասենք միայն մեր կառույցը չի գործում, այլ մեր կառույցը կարողանում է ձևավորել տարբեր կառույցներից, այսպես ասած, մի ուժ, մի կառավարման մարմին, որը դա անում է, ինչու որտեվ ոստիկանության ուժերը կարծեք թե այդ նույն տարածքում հասարակական կարգի պահպանությունն է, հետեւաբար նրանք արկա են այդտեղ, բժշկական ծառայությունները իրենք բժշկական ապահովում պետք է իրականացնեն, հետեւաբար արկա են, շտապ օգնությունը ինչ որ բան տյան, հետեւաբար արկա է, տեղական ինքնակառավարման մարմինը արկա է, այնպես որ մեկ կառույցի խնդիր չէ, այստեղ պարզապես համախմբման եւ կառավարման խնդիր է, որն իրականացվում է։ Իսկ եթե մարդը գտնվում է դրսում, որտեղ կարող է թաքնվել, հնարավոր է արդյոք անվտանգ տեղ գտնել բաց տարածքում, փողոցում, կնշեք այդ տեղերը։ Այո, իհարկե հնարավոր է, եթե քաղաքի մեջ է այդպիսի տարածքներ կան շենքերի, նկուղները տարբեր տեսակի, առաջին հարկերը շենքերի, կան անցումները գետնափոր, որը կարող է օգտագործել, մետրոպոլիտենի տարածքները կարող է օգտագործել, ընդհանրապես կարող է օգտագործել կամայական փոս կամայական լցված թմբի հետևում պաշտպանվել, որտեղ նման դեպքերում օրինակ այդ բաց տարածքներում օդային այդ հարվածային ալիքը փոքրանում է 1.5-ից 2 անգամ, փակ տարածքում 2-ից 3 անգամ, այնպես որ միևնույն է ինքը կարողանում է որոշակի գործոններից պաշտպանվել, կլինի հարվածող ալիք թե բեկորներ։ Դրա համար եթե ոչինչ չկա, ապա որևէ փոստեղ, որևէ մի բանի հետևում պետք է թաքնվել։ Կան այդպիսի հնարավորություններ, ու բաց տարածքներում գիտեք, որ այդպիսի հնարավորություններ կան, իսկ քաղաքում էլ արդեն եւ գետնափոր անցումները եւ ամեն մի այդպիսի տարած կարելի օգտագործել։ Պարոն Մաթևոսյան, ամփոփելով զրույցը կխնդրեի եւս մեկ անգամ նշել բոլոր այն վայրերը, որտեղ կարելի է պատասպարվել վտանգի ժամանակ։ Մի քանի այդպիսի վայր կարելի է նշել երևանցիների համար։ Իհարկե, նկուղային հարկերը,
կիսանկուղային հարկերը, առաջին հարկերը, եթե մի փոքր իրեն կարգավորենք, ներքնատնները, շենքերի վերին մասերը, ցոկոլային մասերը, նայած ինչից ենք պաշտպանվում, ես քիչ առաջ ասացի, դրա համար ամենակարևորը ինչն է, մարդը իմանա, թե իր տարածքին ինչ վտանգներ են սպառնում։ Եթե ինքը ապրում է մի տարածքում, որտեղ կան սառնարանային տնտեսություններ, եւ այդ սառնարանային տնտեսությունները օգտագործում են մի քանի տասնյակ տոննաներով կամ հարյուրավոր տոննաներով իմ ասած այդ գազերը, թունավոր նյութերը, բնականաբար ինքը պետք է մտածի վերին հարկերում պաշտպանվելու մասին։ Եթե ինքը ապրում է քիմիական մի տարածքում, որտեղ ընդհակառակը ոչ թե սառնարանային տնտեսություն, այլ քիմիական ինչ-որ մի գործարան է, որը օգտագործում է քլոր եւ պահպանում է քլորի բաներ, բնականաբար ինքը նկուղային հարկերում չպետք է պաշտպանությունը տեսնի վերին հարկերում։ Այնտեղ վերին հարկերից իշնի նկուղային հարկեր, ինչպես ասել եմ։ Եթե ճառագայթային արտանետումներ են, մարդը կարող է իմանալ, որ ժամանակավորապես նույնիսկ իր բնակարանը կարող է դառնալ այդպիսի թաքստոց, եթե ինքը կարողանա պատուհանների եզրերը, դռների եզրերը մի փոքր, այսպես ասած, մեկուսացնի ձեռքի տակ եղած բաներով, մինչև որ համապատասխան հայտարարությունները կլինեն։ Ուզում եմ ասել, որ շատ բազմաբնույթ է, մենք պարզապես ապաստարան բառից են կողմ ոչինչ չգիտենք։ Ինչ կա ապաստարան ենք ասում, բայց մասնագետը հենց ասում են ապաստարան, ինքը սկսում է խուսափել, որտեվ ինքը գիտի, որ ապաստարանը դա լրիվ ուրիշ կառույց է, դա գրեթե անհասանելի կառույց է։ Կարծում եմ այս զրույցից հետո շատ ավելի տեղեկություններ կիմանանք ապաստարանների, թաքստոցների եւ ընդհանրապես Այո, եւ պետք չէ վայրերի վախենալ։ մասին։ Այո, եւ պետք չէ վախենալ, պետք է իմանալ, որ միշտ մարդը կարող է նույնիսկ իր համար, իր ընտանիքի անդամների համար, կառույցը իրեն աշխատակիցների համար, համայնքի բոլորը կարող են այնպես անել, որ իրենց համակարգի մարդիկ պաշտպանված լինեն։ Պարոն Մաթևոսյան, շնորհակալ ենք զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Ռադիո Արևիկի հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, որ դուք լսում եք 911 հաղորդաշարը, մեր հյուրն է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը։ Զրույցը վարեց Տաթևիկ Շատյանը, կհանդիպենք։ 911